Օբյեկտիվորեն սա բեմ է անհայտների թե հայտնիների համար եւ Անահիտ Շահբազյանին բրավո միայն նրա համար, որ առանց վարանության որոշեց մասնակցել Հայաստանի ձայնը նախագծին։ Ողջույն Անահիտ, դուք մեր հաջորդ մասնակիցն եք, թե շատ մասնակիցներին գուցե կարող եք եւ ուղղություն ցույց տալ կամ օգնել շատ հարցերում։ Սա ինչ է, եւս մեկ փորձ, մեկ քայլ ինչ որ նոր բան հաղթահարելու։ Իհարկե։ Մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների, շարունակում եմ մասնակցել մրցույթների, պատվով ներկայանալ Հայաստանի անունից, մասնակցում եմ Հայաստանի ձայնը մրցույթին նրա համար, որպեսզի նոր հաջողություններ գրանցեմ իմ այսպես կյանքի էջում, նոր ճանապարհներ հաղթեմ, նոր տրամպլին է ինձ տալու այս ամենը։ Ցանկացած փորձություն, ցանկացած նոր մրցույթներ ինձ համար ուժ են, նոր էտապներ հաղթահարելու, ինձ վերակրթելու եւ դաստիարակվելու համար։ Եկեք ծափահարենք Անահիտին, մեզ մնում է միայն մաղթել, որ նա չհուզվի որպես սովորական մասնակից, այլ հուզվի որպես 1000 տարվա բեմի մարդ, չէ՞։ Ծափահարենք։ Երգելու եմ Բիոնսեի երգացանկից Halo ստեղծագործությունը, հուսամ այն ինձ հաջողություն կբերի։ Remember those walls I built, where baby they tumbling down. They didn't ever put up a fight, they didn't ever make a sound. I found a way to let you in, but I never really had a doubt. Standing in the light of your halo, I got my angel now. It's like I've been awakened, every rule I had to break it. Is the reason I'm taking. I'm never gonna shoot you out. Everywhere I'm looking now, I'm surrounded by your embrace. Baby, I can see fade away. Everything I need in much, it's real all over your face. Baby, I can see your halo. It won't fade away. Այսօր անակնկալների օր է մեր մեջ։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ ձեզ։ Ես իրան առաջին անգամ լսել եմ ընծայում եւ ես իրան տվել եմ հատուկ մրցանակ, այսինքն ուղղակի սիրահարվել էի կատարման։ Ինչ լավ է, որ ես չգիտեի, որ դու մասնակցում ես եւ ես անկեղծորեն գնահատեցի։ Հրաշալի է։ Հրաշալի է։
Ես խոնարհվում եմ ձեր բոլորի առաջ, որովհետև ուրեմն ես չեմ սպառվել, ուրեմն եթե ես շատ բաների հասել եմ իմ կյանքում, այսօր կարող եմ այստեղ կանգնել եւ հուզել ձեզ եւ իսկապես ինձ համար շատ մեծ պատիվ է, որ բոլորդ շրջվել եք ինձ համար։ Ես խոսում եմ, չգիտեմ ինչ ասեմ, իսկապես չգիտեի կստացվի թե չէ։ Кто կպոյ։ Ապրես Անահիտ, ես քեզանով հպարտեմ։ Բրավո քեզ։ Ես ուզում եմ ասել, որ դու իսկապես մեզ բազում առիթներ ես տվել քեզնով հպարտանալու, դու լիքը գրամպրիներ ես բերել մեզ։ Դրա համար ինձ համար շատ կարևոր եւ ուրախ բան է, որ քո մեջ կա այդ ջիղը կռիվ տալու։ Կարևորը հոգին է եւ զգացողությունն է, իսկ դու հուզեցիր եւ դու տարերքի մեջ էր, հենց կենտրոնանում էր, մեզ տեսնում էր այստեղ, բավականին սկսում էր չերկել այն ինչ որ պետք է։ Հենց դու զգում ես քեզ արտիստ բեմի վրա, իսկ դու արտիստ ես բեմի վրա, ես քեզ հետ երգել եմ ջազ համերգների նվագախմբի, հա, որտեղ դու բեք վոկալիստ չէիր, թե բեք վոկալը մեծագույն դպրոց է յուրաքանչյուր վոկալիստի համար, շատ հայտնի երգիչներ, այդ թվում նաև այսօր շատ սիրելի սոլի սիրահարներին եմ ասում, Էրիկ Բենեն, երգել է, ասենք Մայքլ Ֆրենքսի մոտ background, back vocal, եւ շատ շատերը, հա, Sheryl Crow, Stevie Wonder-ի back վոկալիստների խմբում է եղել, back vocal-ը մեծագույն դպրոց է եւ շատ լավ է, որ նման հնարավորություններ են ստեղծում մեր արտիստները եւ հրաշալի է, որ դու հիմա եկել ես եւ շարունակում ես քո կռիվը։ Կարող ես արդեն շարունակել, որտեղ դու կայացած երգչու ես եւ հրաշալի կատարում ես, բրավո քեզ։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Գիտես ցանկացած պարագայում ինչ էլ որ լինի, հավատա որ դու մերն ես ու դա է կարևորը։ Ում էլ որ ընտրես։ Չեմ ուզում որ հանկարծ լինի տպավորություն, որ մենք միասին երգել ենք կամ ինչ որ մի տեսպես կապող բաներ կա իրար հետ։ Այն որ դու նախագծում ես, այդ ամենակարևոր ու մեծ հաղթանակն է բոլորիս համար։ Ում մոտ էլ որ դու կգնաս, մենք հպարտ ենք լինելու քեզանով։ Եվ ոչ միայն դու ես շահում, այլև շահելու է այն մարդը, ում խմբում դու կլինես։ Միանշանակ քեզ ուզում եմ ասել։ Քո բոլոր հաջողությունները մերն են եւ պարտությունների ժամանակ էլ կողքիդ ենք։ Այնպես որ ընտրությունը քոնն է, հանգիստ գնա սրտիդ հետևից որևէ բան հաշվի չառնելով։ Շնորհակալ եմ ձեզ բոլորին ու ուզում եմ ասել, որ ցանկացածի խոսքը ինձ համար շատ կարևոր է լինելու ու իսկապես եթե դա կարևոր չէ թե ես ում թվում կլինեմ, ինձ ավելի շատ համարձակություն է հարկավոր այստեղ ու այդ համարձակության ուժը այդ ամենը ես զգացել եմ հենց Քրիստինե Պեպելյանից ու կարծում եմ իրենից էլ կստանամ։ Իսկ ձեր խորհուրդները, որ ելույթների ընթացքում ես կունենամ, ես իսկապես կպահեմ իմ սրտում։ Շնորհակալ եմ։ Ապրես դու։ Շնորհակալ եմ ձեզ։ Ապրես Անահիտ։ Ապրես Անահիտ, Շնորհակալ։ Камера այս ինտրոն։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Սա Հայաստանի ձայնն է։ Մենք այստեղ քրքերի փորձանուտում ենք, կուլմինացիոն կետեր կան, բայց ամեն ինչ լավ է ավարտվում մեր կյանքում եւ կարեւորը վերջը լավ լինում։ Հաստատ։